Հորմուզի նեղուցը նորից փակ է նավթի համաշխարհային առևտրի համար։ Ջրերում ճոճվող այս նավերը պատերազմի օրերին արգելափակված իսրայելական նավերի կողքով հարավկորեական լցանավերն են։ Մենք մոտեցանք հարավային Կորեայի պատկանող նավին, որոնք փորձել են այլ երկրների դրոշներով անցնել նեղուցը ու կալանվել են։ Մենք հիմա անցնում ենք իսրայելական հերթական նավի մոտով, Հորմուզի նեղուցի այս հատվածում մենք արդեն երրորդ իսրայելական նավը հաշվեցինք։ Իսրայելական նավերից մեկի վրա իրանցի զինծառայողներ են երևացել։ Նրանք հսկում են նավի մեջ մնացած իսրայելական անձնակազմին։ Իսրայելական նավթատար նավը ավելի քան 2 ամիս է Հորմուզում է, սննդի 1 տարվա պաշար կա նավում։ Ինչպես ասում են իրանցիները, Հորմուզի նեղուց, ինչպես եւ Իրան, մտնելը հեշտ է, դժվար է դուրս գալը։ Պատերազմի 112 օրերին, երբ փակ էր աշխարհի գլխավոր էներգետիկ միջանցքը, համաշխարհային շուկան զրկվել էր նավթի 20%-ից, 35-ից 40% աճել էր վառելիքի գինը։ Իրանի համար Հորմուզը պարզապես կղզից չէ, այն դուռ է, որի բացվել է կամ փակվել է, զգում է ամբողջ աշխարհը։ Անգամ իրանցիները երկար տարիներ չգիտեին, ինչ կարևոր ռազմավարական հանգույց ունեն։ Ապագայաբան Թոհիդ Սատրը Հայլուրի հետ զրույցում նկատել է, հատկապես վերջին պատերազմից հետո են հասկացել Հորմուզի նշանակությունը։ Դեռ մի քանի տարի առաջ մենք էլ Հորմուզի նեղուցը չէինք ճանաչում։ Այնինչ գիտեինք Հորմուզի մասին, դա բնական գեղեցկությունն էր։ Հորմուզի նեղուցը, որպես աշխարհի էներգետիկ զարկերակի զգայուն կետ, լիարժեք բացահայտեցինք այս պատերազմի ընթացքում։ Պարսից ծոցը Օմանի ծոցին ու Արաբական ծովին կապող նեղուցով համաշխարհային նավթի 1/3-ն է անցնում։ Այստեղով են մերձավոր արևելքի նավթային հսկաները սև ոսկին հասցնում Ասիա ու Եվրոպա։ Հորմուզի կղզու հարավային այս կետից է սկսվում Հորմուզի նեղուցի հյուսիսային մասը, աշխարհի ամենակարևոր էներգետիկ ճանապարհներից մեկը։ Այստեղով անցնող յուրաքանչյուր նավ ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամբողջ տնտեսության վրա։ Մենք շուտով աշխարհում նոր իրադարձությունների ականատես կլինենք։ Այս պատերազմը, որ փոխադարձ համաձայնությամբ դադարեցվեց, կվերսկսվի։ Հորմուզի նեղուցից բոլորին ասում եմ, այս պատերազմը կլինի ԱՄՆ իշխանությունների կործանման եւ աշխարհում խաղաղության, սիրո, բարության ու դիմադրության հաղթանակի առիթ։ Հորմուզը մի փոքրիկ կղզի է, որը գտնվելով պատմության ալիքների հորձանուտում չի խորտակվում, պահպանելով իր գույներն ու հոգին։ Եթե աշխարհի համար այն նավթային երթուղի է, ապա կղզու բնակիչների համար Հորմուզը իրենց տունն է, իրենց ծովը, իրենց հայրենիքն ու ապագան։ Ծովինար Բարխուդարյան, Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթեոսյան, Հորմուզի նեղուցից հատուկ Հայլուրի համար։